Ես նախորդին զրուցում էի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ, հիշում եք հավանաբար այս կադրերը 2025-ի հոկտեմբերին էին փաստաբանին ասֆալտափռման օպերացիայով բերման ենթարկել Facebook-յան մի գրառման համար։ Կոչուբաևը ինձ հետ զրույցում հիշեց միայն իր իրեն պրակտիկայում ծանոթ մեկ տասնյակից ավելի դեպք, երբ այս կամ այն մարդը, այս կամ այն իրավական քաշքշուկի մեջ է հայտնվել հենց Facebook-յան ստատուսի պատճառով։ Եվ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում լայն ժպիտով պատմում, որ սոցիալական ցանցերը Հայաստանում 100%-ով ազատ են։ Լսենք այդ հատվածը։ Արմենիա դեմոկրատическая страна։ Դուք գիտեք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Ուզում եմ ասել, որ մեզ մոտ կան քաղաքացիներ, որոնք կարծում են, թե Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը։ В Армении слишком много демократии։ Բայց սա մեզ համար սկզբունքային հարց է։ Մեզ мод, օրինակ, սոցիալական ցանցերը 100%-ով ազատ են։ Сети, например, на 100% свободны, нет вообще никаких ограничений։ Ընդհանրապես որևէ սահմանափակում չկա, եւ շատ քաղաքացիներ կարծում են, որ դա չափից շատ է։ Что это слишком։ Ռուսաստանի ընդդիմադիր լրատվամիջոցներում թրենդ է դարձել Փաշինյանի այս հայտարարությունը տարածելը, այնտեղ համոզված են, որ խայթել է Պուտինին Փաշինյանը այս հայտարարությամբ ակնարկելով իբրև Ռուսաստանի ժողովրդավարության ճգնաժամի մասին։ Վերլուծաբաններից շատերը առհասարակ հակված են կարծել, որ Պուտին-Փաշինյան այս տետատետը հրաժեշտի զրույցի էր նման, իսկ կոմերսանտը առհասարակ գրել էր մեջբերեմ, դա ուշագրավ զրույց էր, որ շատ հնարավոր է դառնա մասնակիցներից մեկի վերջի սկիզբը։ Դուք ինչ տպավորություն ունեցաք։ Նիկոլ Փաշինյանի համար այս այցը անհրաժեշտ էր առաջին հերթին ներքաղաքական իրադարձությունների համատեքստում, հետագայում նաև երբ որ եղան հանդիպումները քաղաքացիներ, կարծում եմ այդ զրույցները դուք եք արդեն հասցրել լսել, երբ որ քաղաքացիները քաջալերում էին Նիկոլ Փաշինյանին, որ նա կարողացել է այսպես Պուտինի հետ ուղիղ բանավեճի ժամանակ այսպիսի կոշտ գնահատականներ տա, այսպես ձևակերպենք կոնկրետ սոցցանցերի վերաբերյալ, դա վերաբերվում է նրան, որ Ռուսաստանում օրինակ այս պայմանությամբ արգելվում է Telegram Messenger-ի գործունեությունը, Նիկոլ Փաշինյանը իսկապես փորձում է հասկացնել տալ ինչ-որ բաներ Ռուսաստանի Դաշնության նախագահին, ուղղակի արձանագրենք մի բան, հա, այս տեսակ իրադարձությունների վերջն արդյունքում դուժում է հայ ժողովուրդը, հայկական պետականությունը, լարը հիշեք այդ մարդը ինչ էր ասում 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, օրինակ կոչեր անում այնպիսի հայտարարություններ, որոնք կպայթեցնեն Ադրբեջանի ներքաղաքական Ադրբեջանը դեռ մի կողմ հիշում եք, երբ որ ինքը Լավրովին կոչ էր անում հարմարվել հայաստանյան եղանակներին կամ մթնոլորտին, երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահային չէր դիմավորում նույնիսկ նախագահական նստավայրի դիմաց դրա վերջն արդյունքը մենք տեսանք 2020 թվականին։ Իսկ հիմա նա ասում է, որ ես շատ լավ գիտեմ իմ կարգավիճակը, իմ պետության չափերը եւ Ռուսաստանի չափերը եւ այո, իհարկե ով, եթե ոչ ես պետք է զանգեմ եւ հանդիպում խնդրեմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից։ Բայց կրկին ասեմ, այս հանդիպումը իրեն անհրաժեշտ էր ոչ թե որպեսզի նա կարողանա հարթել այն խնդիրները, որոնք առաջացել են հայ-ռուսական հարաբերություններում, իրականում ինքն այդ խնդիրների զգալի հատվածը առաջացել, այլ որ ներքին լսարանին ինչ որ ուղերձներ փոխանցի, ու եթե մենք հետևենք իշխանական քարոզչության մեքենային, օրինակ իրենք ինչ են ասում, այո, Վլադիմիր Պուտինի դեմքին ասած այն ինչը մենք 5 տարի այստեղ ասում ենք, 5 տարի քարոզում ենք, այսինքն այս հանդիպմանը նախորդել է 5 տարի քարանձավային ռուսաֆոբական քարոզը Հայաստանում։ Հիմա նա գնացել է Կրեմլում է այդ քարոզը անում, բայց ես կրկին ասեմ, ինչ ասես նա կարող է անել, ուղղակի այս ամեն ինչի գինը վերջում վճարում է հայ ժողովուրդը եւ հայկական պետականությունը, չհասկանալ սա նշանակում է վտանգել եւ քո եւ վերադառնալով մեր զրույցի առաջին սկզբին քո երեխաների ապագան։ Պարոն Մաթևոսյան, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ ապրիլի 1-ը ինչ չար կատակ ասես չէր խաղացել Փաշինյանի գլխին։ Փոքրացած Հայաստանի քարտեզը դոշին շլյապան գլխին էր հասել Մոսկվա Փաշինյանը։ Նրան օդակայանում դիմավորել էին փոխարտգործնախարարի մակարդակով։ Հյուրանոցում նախ մի կին էր մոտեցել ու ասել. «Պարոն Փաշինյան, դուք դավաճան եք»։ Դուք դավաճան եք, դուք հայտարարել եք մեր եկեղեցին։ Հետո էլ մի տղամարդ էր խնդրել լուսանկարվել թորնուհու հետ, որ հետո կարողանա պատմել նրան, թե ով է հանձնել իրենց հայրենիքը՝ Ղարաբաղը։ Պարոն Փաշինյան, գիտեք ինչ համար եմ նկարել, որպեսզի այս երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հանձնվել։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էին արել մեր հայրենակիցները, այրել Փաշինյանի դիմանկարը։ Выражайте свою активную гражданскую христианскую позицию. Сегодня в Армении творится. Այսօր Հայաստանում խելագար բաներ են կատարվում։
Խելագար թեժ զրույց էին ունեցել Փաշինյանն ու Պուտինը, գրեթե լեզվակռիվ։ Առաջին անգամ Ռուսաստանի նախագահը ուղիղ ասել էր, որ Հայաստանը ստիպված է ընտրել Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև։ Мы видим, что в Армении идет дискуссия о развитии отношений с Евросоюзом. Տեսնում ենք, որ Հայաստանում ընթանում է քննարկում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ։ Преимущество от сотрудничества. Հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Что называется, на берегу сказано. Սակայն պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով։ Նախապես, ինչպես ասում են, ի սկզբանե ասված լինի, որ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը եւ ԵԱՏՄ-ում գտնվելը անհնար է։ Դա պարզապես անհնար է։ Конечно же, мы знаем, что они в принципе Իհարկե մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումների անդամակցությունը անհամատեղելի է, սակայն այն, ինչ մենք անում ենք, եւ այն օրակարգը, որ մենք ունենք, առնվազն այս պահին համատեղելի են։ Սա փաստ է, եւ քանի դեռ կա այդ օրակարգը համատեղելու հնարավորությունը, մենք կշարունակենք դրանք համատեղել։ есть возможность совмещать эти повестки, мы будем совмещать. Իսկ երբ գործընթացները կհասնեն այն կետին, երբ անհրաժեշտ կլինի որևէ որոշում ընդունել, ես վստահ եմ, որ մենք, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, կընդունենք այդ որոշումը։ Какое-либо решение, я уверен, что мы, я имею в виду граждане Республики Армения, примут это решение. Բենյամին Մաթևոսյանը դեռ մեր տաղավարում է, պարոն Մաթևոսյան, Փաշինյանը քաղաքական պատասխանատվությունն է փորձում ուսերից գցել հայտարարելով, թե հայ ժողովուրդը պետք է կատարի այս բախտորոշ ընտրությունը, Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն։ Ընդհանրապես վստահ եմ դուք եք նկատել առա, որ Նիկոլ Փաշինյանը վճռորոշ քայլեր կատարելուց առաջ ինքը իր համար ինչ-որ ալիբիներ է նախապատրաստում։ Հիշենք, թե ոնց հանձնվեց Արցախի Հանրապետությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մասին է խոսքը։ 2022 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ելույթ ունենում, ասում է, ինչ որ միջազգային գործընկերներ կան, որոնք խոսք են տալիս Հայաստանի եւ Արցախի շուրջ կոալիցիա ձևավորել, եթե մենք իջեցնենք Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեծ սպասելիքների նշաձողը, վերջում մենք տեսանք այդ ամեն ինչը ինչի հանգեցրեց, եղավ օգոստոսին հանդիպում Շարլ Միշել, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, սեպտեմբերին ադրբեջանցիները հարձակվեցին հայկական ջերմուկի վրա, հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Նա ալիբի էր իր համար նախապատրաստել 22 թվականի գարնանը, հետո տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ։ Նույնը այս ամեն ինչին է վերաբերվում։ Նա հրամցնում է ինչ-որ որոշումներ, նախապես ալիբիներ նախապատրաստելով եւ պատասխանատուներ կարգելով։ Դրանց համար։ Չնայած խոսակցություններ կային, որ եվրոպական ուժերի դրդմամբ է Փաշինյանը զանգահարել Պուտինին եւ հանդիպում խնդրել հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի տալու հարցը լուծելու համար, հանդիպման բաց մասում այդ մասին խոսք չեղավ։ Ավելի ուշ Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ խոսերի շատ կոշտ դիրքորոշում հայտնեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նա գրեթե սպառնաց խզել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները։ Այս հարցը որքան լուրջ է ռուսական կողմի համար։ Այս հարցը շատ լուրջ է նաև Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև Ալեքսեյ Օվերչուկը դա այն մարդն է, ով Ռուսաստանի պետական կառավարման համակարգում պատասխանատու է Հայաստանի հետ ներկայիս հարաբերությունների ճարտարապետության համար։ Սա լուրջ ազդակ է Նիկոլ Փաշինյանի համար։ Սա առաջինը, երկրորդը, եթե մենք Օվերչուկի գնահատականները, Նիկոլ Փաշինյանի այցին նախորդած գնահատականները, Մարիա Զախարովայի, տրանսպորտի նախարար Նիկիցինի գնահատականները հարավկովկասյան երկաթուղիների վերաբերյալ եւ Պուտինի հրապարակային խոսքը եթե վերլուծում ենք, մենք գալիս ենք տրամաբանական եզրահանգման։ Ոչ մի հարց չկա հայ-ռուսական օրակարգում, բացի հանդիպումից հետո գնանք սնվենք, ոչ մի հարց չկա, որի վերաբերյալ կողմերը ունեն նույնական մոտեցում։ Արցախի անցյալը, Արցախի ներկան իրականում, երբ որ Պուտինը ասում է դա զգայուն հարց է շարունակում մնալ, ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունները, էներգետիկ համակարգի ապագան Հայաստանի համար որևիցե հարցի վերաբերյալ մենք համաձայնություն չունենք այս սրա մասին։ Թող մտածեն Հայաստանի պետական ապարատի ներկայացուցիչները, որովհետև Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ մարդկանց վրա դա կարողանում էր վաճառել։ Ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, Թրամփի WhatsApp-ի համար ունեմ, Էրդողանի հետ կարողանում եմ շփվել, Պուտինի հետ ամեն ինչ օքեյ, ամեն ինչ նորմալ է։ Այդպիսի բան չկա։ Եվ ամենակարևորը հայկական բիզնեսը եւս մտածելու շատ լուրջ տեղիք ունի նաեւ Օվերչուկի այդ հայտնի հարցազրույցը, երբ որ մենք վերլուծում ենք։ Պուտին-Փաշինյան բանավեճի երկրորդ թեման Արցախն էր։
Я думаю, что Կարծում եմ ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել էր ներ-ադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այդ հարցում։ внутриазербайджанское измерение Կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս, սա գնահատական չէ, չեմ ասում, որ սա լավ է կամ վատ։ Խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից կարծում եմ, որ հավանաբար դա իմաստուն էր։ организации мирной жизни, думаю, что, наверное, в этом был смысл. Да, мы признали Карабах в составе Ադրբեջանը։ Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, եւ դուք հիշում եք, մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Պարոն Մաթևոսյան, սա ինքնիշխանության դրոշակի տակից դուրս եկող մարդու խոսույթ է։ Երկու մասի բաժանենք ըստ էության եւ մի փոքր էմոցիոնալ։ Տեսեք, եթե էմոցիոնալ ասենք, կարող ենք ասել հետեւյալը, լավ, պատկերացնենք մի իրավիճակ, Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը կամ ղեկավարության ներկայացուցիչներից մեկը ասում է Հայաստանը արևմտյան Ադրբեջան է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նա սրանից հետո արևմտյան Ադրբեջանի ղեկավարն է, այսինքն Ալիևի ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա ինքնիշխանության մասին խոսակցությունների համատեքստում։ Իսկ բովանդակային առումով նախ Պուտինը իր գնահատականներում, որոնց հղում է անում Նիկոլ Փաշինյանը, երկու անգամ ինչ ասել է, ճիշտ է, միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը իր ձևակերպամբ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, բայց Հայաստանը եւ Ադրբեջանը տարբեր կարծիքներ ունեն կարգավիճակի վերաբերյալ, որի մասին մենք պետք է նստենք, այսպես հանգիստ պայմաններում խոսենք, քննարկենք։ Երբ որ Հայաստանը որոշեց կարգավիճակի վերաբերյալ, որ Ադրբեջանի մաս է Արցախը, Ռուսաստանը այստեղ փաստորեն պետք է խառնվեր ներ-ադրբեջանական հարցերի մեջ, ինչի մասին ասաց նաեւ Պուտինը։ Եվ եւս մի կարևոր հանգամանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները, ղեկավարները մասշտաբես ճանաչել են եւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, այլ հարց է, որ Արցախը չի վերաբերվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, եղել է ինքնորոշման իրավունքի հարց, Հայաստանն էլ համաձայն չի եղել այն տեսակետի հետ, որը առաջ էր տանում Ադրբեջանը։ Հենց Հայաստանը փոխեց իր տեսակետը, փոխեց ամբողջ կոնֆիգուրացիան, իսկ Հայաստանի Հանրապետության ղեկավարը, եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանն է։ Եվ այս թեժ ապրիլ-մեկյան զրույցի երրորդ մեծ բլոկին անցնենք նախընտրական Հայաստան։ И много политических сил, которые настроены пророссийски. Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ձեզ բացահայտ կասեմ, մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն եւ ուղիղ։ Շատ կցանկանայինք, որ այս բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում։ Внутриполитической работе в ходе выборов. Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Это ваше решение, мы не вмешиваемся, но хотелось бы, чтобы они все могли во всяком случае принять участие. Դա ձեր որոշումն է։ Մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք առնվազն կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին։ У нас предстоят Սրանք падգամավորների ընտրություններ են եւ դե ֆակտո նաեւ վարչապետի ընտրություններ են։ Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ И я хотел обратить ваше внимание, что Այսինքն ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն չեն կարող լինել ոչ падգամավորի թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա։ так что тут никаких ограничений нет. Ես կցանկանայի մեջ բերել ԿՊԱ-ական պատգամավոր Արման Եղոյանի թարգմանությունը, ինքն է համենայն դեպս գրել, որ թարգմանել է Պուտին-Փաշինյան երկխոսությունը։ Մարտն ասում է, արդեն պարզ է, որ պրոռուսական ուժերը չեն կարողանալու հաղթել ձեր առաջիկա ընտրություններում։ Դրա համար եմ արդեն սենց բաց խոսում։ Բայց դե հիմա մեր ընկերներն են, ընկերական, թողեք գոնե մասնակցեն ընտրություններին, գան խորհրդարան, ինչ կլինի, որ մենք էլ փոխարենը գազը չենք թանկացնի, գյուղատնտեսական ապրանքները շատ չենք պահի սահմանին, սկզբունքորեն դեմ չենք լինի թրիփին։
Դուք ինչպես կթարգմանեք Եղոյանի թարգմանությունը։ Արման Եղոյանը ինքը սկզբունքորեն դեմ էր թրիպին, որովհետև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հանդիպումից առաջ հարցազրույց է տալիս յուրային լրատվամիջոցներից մեկում, ասում է, որ ինքնիշխանության հետ կապված հարցեր են տեսել ամերիկյան առաջարկում, բայց վերջում եղավ այն, ինչ եղավ, այսինքն եղավ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունը եւ Զանգեզուրի միջանցքը անվանվեց թրիպ եւ այս կոնֆիգուրացիայով հիմա գործողությունները շարունակվում են։ Հաջորդ փաստորեն Արման Եղոյանը շատ լավ հասկանում է, որ հակառուսական քաղաքականության վերջնարդյունքը լինելու օրինակ գազի թանկացումը։ Այստեղ ետ ենք գալիս մեր զրույցի նախորդ հատվածին։ Հայկական բիզնեսը ինքնուրույնպես մտածել է, որ եթե այս քաղաքականությունը այսպես շարունակվի, իրենք ո՞նց են կարողանալու տնտեսվարող սուբյեկտի ներկայիս կարգավիճակը պահպանել։ Սա չափազանց կարևոր հարց է, որի մասին իրենք պետք է իսկապես մտածեն։ Իսկ ինչը վերաբերվում է անձնագրերին, լարը Արմեն Սարգսյանի անձնագրի հարցը ինչ եղավ։ Ով աշխատում էր Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ էր աշխատում։ Ինչ եղավ Արմեն Սարգսյանի անձնագրի հարցը։ Նիկոլ Փաշինյանը այդ անձնագրի վերաբերյալ ինչ որ կարծիք, մոտեցում, քրեական գործ էս ամեն ինչի վերաբերյալ Ընդդիմադիր շրջանում իր ամենասիրելի թեման էր։ Հիմա կրկին ասեմ, եթե խոսքը գնում է անձնագրի մասին, ինքը ինչ որ բան Վլադիմիր Պուտինին Արմեն Սարգսյանի անձնագրի մասին ասաց, թե ոչ, եւ եւս մի բան, դե քանի որ ապրիլ 1-յան հանդիպումից ենք խոսում, Նիկոլ Փաշինյանը այստեղ բողոքում է ԿԳԲ-ի գործակալների մասին, որոնք գործողություն են իրականացնում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Վլադիմիր Պուտինը ԿԳԲ-ի նախկին սպա է, գնդապետ, եթե չեմ սխալվում, ճաշկերույթի ժամանակ այդ հարցը բարձրացրել է, թե ոչ։ Այդքան էլ ապրիլ 1-յան հարց չէ իրականում, բայց իսկապես հետաքրքիր է, այս հարցերը բարձրացվել են, թե ոչ։ Եվ տնտեսական այլընտրանքի մասին էլ, քանի որ թրիփին անդրադարձանք, մի կարճ դրա մասին էլ հասցնենք խոսել, թրիփի վերջո ինչ վիճակում է, ոնց հասկանում ենք արկախված է եւ Թրամփն էլ անհասանելի է ժամանակավորապես, Փաշինյանն ինքն է ասել, որ գլուխը խառն է հիմա Իրանում եւ չի հասցնում մարդը թրիփով զբաղվել։ Մեր հասարակության եւ քաղաքական վերնախավի նաեւ հրապարակային գործունեություն ծավալող նաեւ անձանց զգալի հատվածի խնդիրներից մեկն այն է, որ մեր իրականությունը նկարագրելու լեզուն ցավոք սրտի, բայց մնացել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ի մակարդակում։ Այսինքն մենք իրողությունները վերլուծում ենք սեպտեմբերի 26-ին 2020 թվականին եղած իրողությունների համատեքստում կար Հայաստանը Արցախով եւ այլն եւ այդպես շարունակ։ Նույնը իրականում վերաբերվում է իշխանությունների խոսույթին թրիփի վերաբերյալ։ Թրիպը իրենից գլոբալ առումով ինչ է ներկայացնում եւ Օվերչուկ իր հարցազրույցում եւս անկեղծ բաց դրա մասին ասաց։ Դա միջանցք է Հայաստանի տարածքով, որը ամերիկացիներին անհրաժեշտ է Իրանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Վերաձևակերպենք, հիմա մենք էլ թարգմանենք այն, ինչ ասում է Օվերչուկը։ Թրիպը դա ոչ այլ ինչ է, քան սանիտարական կորդոն Հայաստանի Հանրապետության տարածքում ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության։ Եթե ամերիկացիները Իրանում հասնում են իրենց նպատակին, այսինքն ռեժիմի փոփոխություն է տեղի ունենում, եւ Իրանը վերածվում է Եվրասիական Վենեսուելայի, ինչի է իրենց անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության տարածքով սանիտարական կորդոն, եթե ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ իրենք ունենալու են վերահսկողություն։ Իսկ եթե Իրանը առնվազն պարտված դուրս չի գալիս այս պատերազմից, մենք ինչի ականատես ենք դարձել, որ բացի ամերիկյան ռազմաբազաներից, նաև տնտեսական ակտիվներն են թիրախավորվում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվում է թիրախ Իրանի Իսլամական Հանրապետության համար, մենք ընդհանրապես հասկանում ենք, մենք ինչ վերջնարդյունքում կարող ենք ստանանք այս ամեն ինչի եւ եւս մի կարեւոր հանգամանք Օվերչուկը նաեւ ինչ ասաց, որ նույն թրիպի վերաբերյալ ասաց, որ իրադարձությունները փաստորեն կարող են այն տրամաբանությամբ զարգանալ, որ Հայաստանը շրջանցող ուղիներ կարող են ստեղծվել եւ այդ խաղաղության խաչմերուկը կրկին թարգմանելով Օվերչուկի ասածից վերածվելու է փաշինյանական տուպիկի։ Այսա է կատարվում Թրամփի ուղու հետ կապված եւ Հայաստանը, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի քաղաքականապես ղեկավարել երկիրը, ինքը մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ մենք եւ կորցրել ենք Արցախը եւ շարունակում ենք շրջափակված մնալ մեկ մարդու պատճառով։ Շնորհակալ եմ պարոն Մաթևոսյան, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։